սկսում ենք քաղաքական տարին։ Տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված մեր ձևով շարժման առաջնորդ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես էլ նրա խափանման միջոցի փոփոխությունը։ Բադալյանի խոսքով այս որոշումը կարող է ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառ։ Սա երեկվա Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժն է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, այսինքն կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ, որը բոլորի համար անսպասելի տեղի ունեցավ հենց նոր տարվա նախաշեմին, եւ Սամվել Կարապետյանը ուղեկցվեց ոստիկանության կողմից դեպի իր տուն։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, մանավանդ մեր հետևորդների, որ Սամվել Կարապետյանի հենց ձերբակալման, կալանավորման պահից սկսած ես շատ ակտիվ մեկնաբանել եմ եւ բացատրել եմ, թե ինչ է տեղի ունենում, իմ կարծիքը արտահայտել եմ եւ հիմա բազմաթիվ նամակներ ունեմ, զանգեր, մարդիկ զանգում էին, հարցնում էին, թե ինչ կարծիք ունենք մենք, ինչ ենք մտածում այս ամենի վերաբերյալ։ Մի քանի սցենարներ կան սրա վերաբերյալ, բայց այս սցենարները հիմա որ բամբասանքի տեսքով տարածում են, դա այնա որ գործարք կա, առաջին սցենարը դե գործարք են գնացել, տնային կալանքա փոխվել, երկրորդ սցենարը որ դա արտաքին միջամտություն կա, այսինքն Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ասեն դե լավ աղբորպես մեկ բանարա ազատ արձակի բան, եւ երրորդ սցենարը, որը իմ սցենարն է, չգիտեմ դուք կհամաձայնեք թե ոչ, դա ռուսերեն ասած խոդկանյոմ, այսինքն իշխանությունները շատ լավ հաշվարկելով իրավիճակը, իրեն կարել են խոդկանյոմ, որտեղ իշխանությունները ճկուն են, ի տարբերություն ընդդիմության, որտեղ ընդդիմությունը Հայաստանի ընդդիմությունը բացարձակապես որևէ հարցում ճկունություն չունի։ Դա մայել էս վիճակին է։ Եվ ի՞նչ է նշանակում խոդկանյոմը։ Առաջին ուզում եմ նախ ասել, որ բացառում եմ որևէ գործարք, որ տեղի ունեցած լինի Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Սա բացառված բան է, որովհետեւ ճանաչում եմ Սամվել Կարապետյանին եւ նաեւ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Սա բացառված է, գործարք չկա։ Երկրորդը, որ այ կա միջազգային ազդեցություն, բան, տենց Մոսկվա ասել են, լավ, ինչ կլինի նոր տարի է, բան բաց թողեք, բան, սա նույնպես բացառում եմ։ Եվ ես կարծում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակում, օրինակ Պուտին, Փաշինյան, նմանատիպ հարցեր բացարձակապես չեն քննարկվում եւ նախկինում էլ բացարձակապես չեն քննարկվել։ Սա էլ մյուս բանը։ Խոդկանյոմ, ինչ նշանակում խոդկանյոմ։ Սերի հայնակիցներ, պետքա մենք հասկանանք մի բան։ Սամվել Կարապետյանը արդեն շուրջ 6 ամիս գտնվում էր ԱԱԾ բանտում։ Նա իր կալանավորման պահից հետո հայտարարել, որ մտնում է քաղաքականություն, քաղաքական միավոր է ձևավորվել։ Գիտեք, մեր ձևով շարժումը, որը արդեն ունի շուրջ 17000 եւ ավել կամավորներ, ովքեր որ միանում են իրենց։ Եվ նրանք սկսել են իրենց արշավը ըստ էության, եւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արդեն նրանք զբաղեցնում են երկրորդ տեղը։ Երկրորդ տեղը զբաղեցնել, այսինքն Փաշինյանի ռեյտինգն է, երկրորդը իրենց ռեյտինգն է, հետո գալիս է Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը։ Դա Նիկոլ Փաշինյանի համար շատ վատ ցավալի սցենար է, ինչու որովհետև եթե նրանք կլինեն երկրորդ տեղում, դժվար է մարդկանց ասել, որ նախկինները վերադառնում են, բան եւ ընտրապայքարը լրիվ այլ տրամաբանություն է ստանում։ Ես դեռ չեմ ասում, որ օրը կգա, կտեսնենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպես կվարվի քաղաքական միավորների գրանցումների ժամանակ։ Բայց ընդհանուր որպես սցենար, որ այդ ռեյտինգը աճում է, իշխանությունները մտածում են, ինչ անենք, որ այս ռեյտինգը չաճի եւ աճող ռեյտինգը դարձնենք կառավարելի ռեյտինգ։ Ինչ նշանակում կառավարելի ռեյտինգ, որ process-ը իրենք են կառավարում, ոչ թե որ կառավարում է process-ը ընդդիմություն է։ Եվ որոշում է կընդունվել, որ լավ գրավի դիմաց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կփոխվի եւ կփոխվի դա հենց նոր տարվա դիմաց, հենց նոր տարուն, նախաշեմին, որ մենք կարողանանք մեր fake edge-երով, որոնք արդեն կան տարածվում են 3-4 օր տարածել, որ այնչ մարդասեր է Հայաստանի առաջնորդը, որովհետև ոչ ոք չի հավատում, որ դատարանները կարող ինչ-որ բաներ որոշել այս երկրում, կոնկրետ գոնե Սամվել Կարապետյանի գործով, հետեւաբար բոլորը գիտեն, որ եթե դատարանը որոշել է կալանավորել, դա որոշել է Նիկոլ Փաշինյանը, եթե դատարանը որոշել է տանել տնային կալանքի, դա որոշել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ ինչու է դա որոշել Նիկոլ Փաշինյանը, որովհետև դրանով ավելի խիստ սահմանափակումների տակ է դրվել Սամվել Կարապետյանը, եւ դա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը այդ արգելքների տակ գիտեք այդ արգելքները դրված են։ Չի կարող հայտարարություններով, ուղերձներով դիմել իր հայրենակիցներին։ Սա մեկ, երկրորդը։ Չի կարող իր ուղերձներով, իր հայտարարություններով դիմել իրենց 17000 եւ ավելի միացած կամավորներին, քաղաքական միավորներին, քաղաքական process-ների դերակատարներին։ Այսինքն այս սահմանափակումը դրված է, իրավունք չունի։ Այլ սահմանափակումներ էլ կան արտաքին աշխարհի շփումների հետ կապված, որովհետև եթե նախկինում քրեակատարական հիմնարկից նա կարող է զանգել այլ երկրներում իր ընտանիքի անդամների հետ զրուցել, հիմա բացարձակապես նաև այդ հնարավորությունը չունի։
Բայց այդտեղ իշխանությունը ստանում հնարավորություն, որ տարածի, որ տեսեք, իրենք ճիշտ մարդասեր են, սա մեկ։ Մյուսը ժողովրդին քարոզել, որ ժողովուրդ ջան, ձեր ընդդիմադիր առաջնորդը ոչ թե KGB-ի բանտում տանջում է ձեր համար, այլ իրանց տանն անոր տարին նշում, այս մարդասեր իշխանության շնորհիվ, եւ շարունակում է իրանց տանը մնալ։ Այդ տունն էլ անդադար ցույց են տալիս հերոստատեսությունները, եւ նման ձևով արշավ են տանում, որպեսզի աճող ռեյտինգը կանգնեցնել խաղը բերել 21 թվականի դաշտ։ 21 թվականի դաշտում խաղը հետևյալն էր, որ կային նախկինները, որ ուզում էին վերադառնալ, հեղափոխությունը ռևերս անել, եւ կար Նիկոլը, որ դե հիմա դե ասենք 1000-ը սխալ արել, դե բայց դե ինչ անենք, մի խոսքի օրինակ, մարդիկ գնացին եւ հեղափոխությունը լավ են արել, թե վատ են արել, դրա միջև քվեարկություն այն, որ կոչվում է բևեռացված քվեարկություն։ Այսինքն այս մեթոդներով նա փորձում է իր ճկուն ներքաղաքական մտքով տանել process-ը իր կառավարման դաշտ եւ տանում է իր կառավարման դաշտ։ Ես նայում եմ մեկնաբանությունները, մինչև այս պահը սրա վերաբերյալ խոսակցություն չկա։ Հասկանում եք նոր տարի բանան անցավ նոր տարին, արդեն հունվարի 4-ն է եւ պետք է հասկանալ Ժորժ ջան, սա նախընտրական տարի է։ Այն ինչ որ անում է իշխանությունը, իր ճկունությամբ, իր ինչ որտեղ խստությամբ, ինչ որտեղ բան լայնախոհություն դրսևորելով ամեն ինչ անում է որ ինքը վերընտրվի սրա վերաբերյալ է հետեւաբար հակառակ կողմ այսինքն ընդդիմադիր դաշտում ինչ է արվում ընդդիմադիր դաշտում ինչ են մտածում հասկանում են արդյոք թե ինչ է անում իշխանությունը ես կարծում եմ որ բացարձակապես մենք չունենք այդ բանը առողջ միտքը ընդդիմադիր դաշտում եւ դրա համար շատ կարեւոր է որ կարողանանք ճիշտ իրողություններին ճիշտ գնահատականներ տալ թե ինչ է անում իշխանությունը ինչով է զբաղված իշխանությունը եւ հենց այդ պահին ինչով է զբաղված ընդդիմությունը մի կողմից Սամվել Կարապետյանին որպես իր թիմի քաղաքական թիմի եւ երկրում ֆունդամենտալ փոփոխություններ խոստացած առաջնորդի KGB բանտից ազատում այ նա հայտնում է իր տանը նոր տարուն բայց մյուս կողմից ոնց է ուզում ներկայանալ մարդասեր եթե սրբազանները քրեակատարողական հիմնարկներում են դիմավորել նոր տարին նաեւ այլ կաբանտարկյալներ մենք ունենք այսինքն այս իմաստով մենք պետք է հասկանանք որ ժողովուրդ ջան պետք է իշխանությանը լավ ճանաչել պետք է իշխանության գործողությունները ճիշտ գնահատել պետք է հասկանալ որ իշխանությունը կոնկրետ իդեմս Նիկոլ Փաշինյանի ճկուն է գործում հասկանում եք սերի հայրենակիցներ եւ մյուս կողմից ընդդիմությունը ընդդիմադիր ուժեր են որ sense ասում են չէ մենք ունենք 20% չէ մենք այսքան ենք չէ մենք sense ենք բան այդ ճկունություն չդրսևորելով գնալու են հերթական ջախջախմանը եւ պարտությանը հիմա Սամվել Կարապետյանի մասով ամփոփելով պետք է իր թիմը հետևություններ անի որովհետեւ կոնկրետ իրենց նկատմամբ արվել է ձիով քայլ եւ այդ ձիով քայլը ունի հետևանքներ այդ հետևանքները լինելու են կառավարել ընդդիմադիր դաշտում իրենց պատկերացումները եւ իրենց աճող ռեյտինգը եւ հետեւաբար մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին սա նույնպես վերաբերվում է այս թեման որ ես խոսում եմ սա Սամվել Կարապետյանի մասին չի սա Հայաստանի Հանրապետության մասին է սա Հայաստանի Հանրապետության ապագայի մասին է սա մեր ապագա անելիքների մասին է սա Նիկոլ Փաշինյանին ճիշտ ճանաչելու մասին է սրա մասին է եւ մի բան էլ ասեմ որ ես բացարձակապես չեմ էլ բացառում որ ես ամեն ինչ էլ տարածելով լավ հիմա այս դաշտի վրա հիմա լուրջ աշխատանք ա գնում եթե ով որ Facebook-ից բանը հասկանում սոցցանցից կտեսնի որ լուրջ աշխատանք ա գնում Սամվելին ազատելուց հաջորդ վարքյանից սկսած իրենք բողոք են բերելու այս տնային կալանքի դեմ չնայած որ արդեն իրենց գործնարել են խիստ նոր տարվա ուղերձ չեղավ հայտարարություններ չեն լինի այս ընթացքում եւ չեմ բացառում որ նաեւ ինչ որ պահի կարող են նորից փոխել խափանման միջոցը կալանքի հետևից տարածելով հաջորդ դուրերը որ այ տեսեք պայմանավորված են թողեցին որ նոր տարում գնա տուն նոր տարին տանը անի հիմա բաց թողեցին ժողովուրդ ջան մի խափվեք մի տրվեք այս մոլորություններին եւ պատրաստ եղեք ամեն տեսակի ճկուն մանիպուլյացիայի, որը ծառայում է մեկ բանի՝ իշխանության վերարտադրության եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետության նոր կորուստների, նոր զիջումների եւ մեր երկիրը շատ ծանր ճանապարհով տանելու։ Դրա համար եմ ասում, որ այս քննարկումը բացարձակապես հենց այն մասին չի, որ Սամվել Կարապետյանի մասին լինի։ Այս քննարկումը նրա մասին է, թե ընդդիմադիր դաշտը ինչպես է հանդես գալու ապագա սպասվող ընտրություններում։ Եվ հետեւաբար բոլոր սցենարների մասով մենք պետք է հստակ պատկերացնենք թե ինչ է կատարվում եւ մեր գնահատականները տանք եւ մեր գործողությունները կարողանանք կատարել։ Հենց հիմա գնդակը մեր ձևովի քաղաքական միավորի դաշտում է, թե իրենք ինչ են, ինչպես են այս մարտահրավերները, որոնց մասին ես խոսեցի, դրանց դիմակայելու։ Բայց այս խնդիրը միայն իրենց չի, այս խնդիրը ամբողջ ընդդիմադիր դաշտին է։ Թող ոչ ոք չմտածի, որ իրենք կկարողանան առանձին ընտրական process-ներին մասնակցելով իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում փոխել։ Եվ մենք տոներից առաջ դեռ առաջարկով հանդես ենք եկել, որ ընդդիմադիր ուժերը պետք է ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բևեռով։
Եվ այդ ճանապարհով է, որ հնարավոր է իշխանությունը խաղաղ, հանգիստ, սիրուն ձևով փոխել։ Եվ եթե դա տեղի չի ունենում, մենք գիտենք 21 թվականին ինչա տեղի ունեցել։ Հետաբար մեր սպասվող աշխատանքը է, որ թևերները sense կշտելու ենք ու սելու ենք զբաղվել դրանով։ Դրա վերաբերյալա լինելու։ Բայց սկզբից պետք է հասկանալ ինչա կատարվում, ինչու է այսպես կատարվում, որ նոր մնացածը կարողանանք անել։ Մյուս թեման, որ բազմաթիվ նամակներ եմ ստանում, դա Վենեսուելայում 3 տեղի ունեցող process-ներն են, եւ խնդրում եմ մեկնաբանություններում նաեւ ձեր կարծիքը գրեք այս process-ի վերաբերյալ, եւ ինչ վերաբերում է Վենեսուելային, եթե լինի պահանջարկ, բնականաբար նաեւ առանձին տեսաուղերձ կպատրաստեմ, եթե լինի նման պահանջարկ, եթե դուք պահանջեք, նաեւ թե ինչու Միացյալ Նահանգները այս քայլին գնաց, ինչ է կատարվում տարածաշրջանում, այնինչ հետևանքներ կարող է ունենալ եւ ինչ է սպասվում ընդհանրապես աշխարհին 2026 թվականին։ Տարածեք այս տեսանյութը սիրելի հայրենակիցներ, արեք հետևություն դրանց վերլուծություններից եւ եղեք պատրաստ, պետք է լինել պատրաստ բնականաբար, սպասվող փոփոխություններին։ Եվ կրկին շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։